Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է եւ քննարկում հաղորդաշարի հյուրն է ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։ Ողջունում եմ պարոն Սադոյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը հաղորդման համար եւ այսօր ես ուզում եմ մենք քննարկենք 2026 թվականի ընտրությունները։ Նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե ինչ-որ բան չձեռնարկվի, 26 թվականի ընտրությունները կրկնելու են 21 թվականի ընտրությունները, երբ մարդիկ ուրեմն վախենալով իրենց ձայների փոշիացումից, քանի որ մեր ընտրական օրենսգիրքը հենց այդպես էլ վարվում է այն ձայների հետ, որոնք որ չեն անցում խորհրդարան, եւ այդ ձայները ընդհակառակը անցնում են նրանց հակառակորդների եւ դրանից վախենալով իրանք ընտրում էին կամ իշխող ուժին կամ նախկին խոշոր ընդդիմությանը ինչ է կարծում հիմա էլ է այդպես լինելու թե ոչ եւ ես տեղյակ եմ որ դուք առաջարկություններ ունեք այս ընտրությունների հետ կապված ինչ եք նախատեսում ես ասեմ հետեւյալը իսկապես ամենացավալին այն է որ Հայաստանում դեռ ժողովրդավարության տարական մոտեցումները այսպես շատ հետ են մնացել։ Իրավիճակը այնպիսին է, որ մարդիկ նույնիսկ չեն հասկանում ընտրությունների բուն գաղափարը։ Ընտրությունները ժողովրդավարական երկրներում դա առաջի հերթին ոչ թե ոչ թե սրա կամ նրա, այլ առաջի հերթին ինչ ծրագիր է առաջարկվում, նախընտրական ծրագրերի մրցություն է, գիտեք օրինակ այսօր էլ Ամերիկայում անընդհատ մեղադրում են, որ Տրամփը ինչ որ ասեց, իր ասածները չի ասում, Հայաստանում որտեղ գնում եմ անձամբ ինձ, զանգում են լավ պարոն Սադոյան դուք դեմ եք ոչ Նիկոլին, ոչ ռոբականներին, բայց ասեք ումը, ասում եմ կարևորը ումն է, թե կարևորը ինչ պետք է անի այն ուժը, որը հավակնում է ընտրություններով գալ իշխանության։ Շատ ցավալի է, որ այդ ումի գաղափարը Նիկոլ Փաշինյանը, նրան էլ ձայնակցելով նաև Ռոբը, Սերժը, մյուսները այսպես ասած կրեմլյան ճամբարից, ամեն ինչ անում են, որ տնեն հետևյալը, կամ ես, կամ նա, կամ բանով եւ քանի որ ժողովուրդը վաղուց վանից արդեն ատելով ատոմը ռոբերտականներին, սերժականներին եւ այդ Ղարաբաղյան պատմությունից հետո Արցախի հայաթափությունից, էթնիկ զտումից հետո բոլորը միարժեք հասկացել են, որ Ռոբը, Սերժը արդեն այն մարդիկ չեն, որոնց հետ կարելի է գոնից մազաչափ հույս կապել։ Եվ օգտվելով դրանից Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ մարդիկ այսպես ասած նայեն ասեն, եթե ոչ չեք ուզում Ռոբին Սերժին, չեք ուզում Սամվել Կարապետյանին, ապա ձայնը տվեք հենց, ոնց որ էլ ուրիշ ուժեր չկան քաղաքում։ Այն, որ շատ ցավալի է այս մոտեցումը, այն, որ դա կործանարար է, եւ ամբողջ բարդությունը կայանում է նրանում, որ աշխարհ քաղաքական այս բարդ իրավիճակում Երբ որ լարվածությունը հասել է սահմանին, առաջիկա 5 տարիները մեր համար եթե սխալ ճանապարհով գնանք, ուղղակի կործանարար է լինելու։ Եվ ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն մեր ինքնիշխանության համար, այլ ողջ հայ ժողովուրդը ասիմիլացվելու ճանապարհն է բռնելու։ Եվ այս հազարամյակների մեջ դիմացած հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի, ռոբերտականների եւ այլի եւ այս հիմար ձևի ընտրությունների կազմակերպման պատճառով հայ ժողովրդի լինել չլինելու հարցն է քշերքի նժարին դրված։ Եվ բնական է պետք է դրա դեմ պայքար։ Ցավոք սակայն արտախորհրդարանական մեր քաղաքական դաշտը այնքան է տրոված, հլը պատկերացրեք, նորմալ երկրներում ընտրությունները 3-4 կուսակցությունների մեջ, հազահաճախ նույնիսկ հզոր երկրներում ընդամենը 2-ի մեջ են լինում։ 100 կուսակցություններ,
Ընտրությունների մասնակցող 25-27 օրինակ առաջ ասեցիք 21 թվականի ընտրությունները։ Հիմա ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանը եւ նրա սազանդարները, որպեսզի այս ընտրությունները նորից լինի 25, 27, 30 կուսակցությունների ընտրություն, որովհետև երբ որ այդքան բազմազան է ժողովուրդը չի տեսնում, իսկ այդ շատերի մեջ էլ հայտնի երևացող մարդ չկա, առավել ևս ամենասարսափելին է, որ երևացող անելիքների ծրագիր չկա։ Բոլորը գնում են այսպես գեղեցիկ խոսքերին ասում մենք որ գանք կսականենք եւ ոչ ոք չի ասում հետեւյալը։ Ախպեր ջան, ինչ եք անելու, գալիս եք իշխանություն վերցնելու։ Իշխանությունը վերցնում են ընտրությունների իմաստը նորմալ երկրներում նա է, որը քանի որ երկրները պետք է նախապատրաստեն, կանխատեսեն ինչ է պետք կարող է լինել առաջիկա 4-5 տարիներում։ Սովետ միությունը այդքան հիմար չէր, որ 5-ամյա պլաններ էր, գիտեք երևի ամբողջ պատմությունները, գոսպլան կար եւ այլն։ Ընտրությունները դա առաջիկա 5 տարիների ծրագրի ընտրություն պետք է լինի։ Ընտրություններին գնացող ուժերը պետք է ներկայացնեն, ինչ պետք է անեն 26 թվին, ինչ պետք է անեն 26 թվի մնացած կեսին, ինչ պետք է անեն 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին։ Եվ այս պարզ գաղափարը, ընտրությունների այդ հիմնական իմաստը, որ մարդիկ, երբ որ սահմանադրության մեջ գրված է երկրորդ անփոփոխ հոդվածում, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով։ Լավ հանրաքվեն հասկացանք, սա պետք է անել, ժողովուրդը կամ այո ասում կամ ոչ։ Ընտրությունների միջոցով իշխանությունը ժողովրդի իրականացնում է ժողովուրդը, նայելով այն առաջարկները, որ ընտրությունների մասնակցող ուժերն են առաջարկում, թե ինչ պետք է անել։ Եվ ինքը իր սրտի ուզածին է ձայն տալիս, եւ ձայնը տալիս ոչ թե ումը, այլ ինչ անելուն։ Այս պարզ գաղափարը մարդիկ չեն հասկանում, այս պարզ գաղափարը չեն հասկանում նույնիսկ կուսակցությունները, եւ շատ ցավալի է, որ 25 կուսակցություններ արդեն փաստորեն հայտ են ներկայացել, որ մասնակցելու են այս ընտրություններին։ Այս խայտառակությանը պետք է վերջ տալ։ Եվ քանի որ մեր արտախորհրդարանական քաղաքական դաշտը, իսկ խորհրդարանական մասին չեմ խոսում եւ նիկոլականները եւ այնտեղի երկու մյուս իբրև թե ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ձայնի տված իրար հետ իբրև թե քաշքրտուկով կռվելով, բայց իրականում նույն բանի համար լավ չեմ ուզում դրան շատ անդրադառնալ։ Արտախորհրդարանական մեր ուժերը այնքան են տրոհված, նրանց կապերը մարդկանց, առավել ևս Սփյուռքի մեր հայրենիքի հետ, մեր ժողովրդի, մեր հայրենակիցների հետ, այնքան է թույլ, որ նրանցից ոչ ոք ասելիք էլ լուրջ չունեն։ Եվ միակ ելքը այս ընտրությունների ակնհայտ է հետևյալը, որովհետև կործանանար է, որ եթե կրկնվի նույն բանը ինչ եղավ 21 թվին, եթե դա հանկարծ կրկնվեց 26 թվի հունիսի 7-ի ընտրություններում, դա նշանակում է, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ դատապարտված է կործանման։ Փրկության ելքը մի կողմն է, ամեն ինչ անել, որպեսզի ձևավորվի համազգային շահերով, որովհետև Նիկոլ Փաշինյանը ազգայինի դերի ու նշանակության մասին պատկերացում չունի։ Նա չի հասկանում եկեղեցու դեր գիտի, թե այնտեղ կտրիչի հետ պետք է ինչ-որ լավ չեմ ուզում դրան անդրադառնալ։ Երբ որ համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով աշխարհում հայ ժողովուրդը մենակ չի։ Աշխարհում երկրները բոլորը իրարից կախված են։ Եվ շատ կարևոր է, որ երկիրը որոշի ում հետ է ճանապարհ գնալու, որովհետև մենակով ճանապարհ չկա։ Եվ բնական է միակ ելքը
Մենք տեսանք դեպի հյուսիս աչքերը բացել Կրեմլյան, այսպես ասած, պրոռուսական ռուսկի միրի ճանապարհը, մեր համար կործանարար է Արցախի փաստել, մեր համար գոնե բոլորից պարզ է։ Միակ ելքը դեպի քաղաքակիրթ աշխարհ գնալու ճանապարհն է։ Միակ ելքը Հայաստանի Եվրոմիության անդամ դառնալու ճանապարհն է։ Մնացած բոլոր ճանապարհները տանում են մեզ կամ գուբերնիա կամ վիլայետ։ Այլ ելք չունենք։ Եվ այս պարզ ճշմարտությունից ելնելով միակ ելքը հետևյալն է։ Ձևավորել այս 100 կուսակցություններից գոնե մի 10-15-ից կազմված, գոնե մի քիչ լավ կուսակցություններից կազմել մի հզոր նախընտրական դաշինք, օգնել այդ դաշինքին, որպեսզի նա կարողանա ներկայացնել տարեկան կտրվածներով ըստ բոլոր ոլորտների ինքնապաշտպանության մեր զարգացման հեռանկարների ըստ ոլորտների ծրագրված տարի առ տարի անելիքների միահստակ ծրագիր, այդ ծրագրով գնալ ընտրությունների եւ նախորոք հայտարարել, որ եթե մենք մեր ծրագրի առաջի 2 տարվա մասը չկարողանանք կատարել, մենք հրաժարական ենք տալիս նոր արտահերթ ընտրություններ նշանակել։ Եվ մենք պահանջում ենք բոլոր մնացած ուժերին, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին, բարի լինեն ներկայացնելու, բացի նրանից ով է, բարի լինեն ներկայացնելու, թե ինչ են անելու, 26 թվի են մնացած կեսին, 27 թվին, 28 թվին, 29, դեպի ուր են գնալու, հյուսիսի վրա են գնալու են Շանհայ, թե գնալու են Եսիմինչ։ Այս պարզ ճշմարտությունը դնելով հիմքով ձևավորել այդպիսի մեծ դաշինք, այդ դաշինքի մանի համար մենք արդեն տարեսկզբից դեռ անցյալ տարվանից հայտարարել ենք, ձևավորել ենք նախաձեռնող մի խումբ, ներնախաձեռնող խումբը առաջարկում է եւ մեր ապագայով մտահոգ բոլոր հեղինակավոր անձանց, բոլոր հասարակական կազմակերպություններին բերեք հավաքվենք, բերեք դիմենք, պահանջենք, ստիպենք, որ սև ու սպիտակի բաժանված մեր քաղաքական դաշտը խելքի գա, փոխադարձ մեղադրանքները, բաները մի կողմ դնել։ Եթե կուսակցությունը ունի այս նպատակները եւ այդ նպատակներին բավարարող ծրագիր առաջարկում, հարգելիս անկախ նրանից սիրում եք հայտարարած մյուսի առաջնորդին, թե ինչ հարաբերություններ են եղել, նա ինչ ճանապարհ է անցել, համախմբվեք, մի բռունց դառեք, որովհետեւ առանց բռունց դառնալու հնարավոր չի վարչական ռեսուրսների տեր Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը հաղթել։ Առանց բռունց դառնալու հնարավոր չի փողատերեր այդ բաների, պրոկրեմլյանների, այսպես բաների հաղթել։ Ուզում եք փրկել այդ երկիրը, պատասխանատվությամբ բեռ վերցրեք ձեր վրա։ Ուզում եք փրկել այս երկիրը, մի կողմ դրեք փոխադարձ թշնամանքները, համախմբվեք մի բռունցքի մեջ, ձևավորեք դաշինք, եւ այդ դաշինքը ձևավորելու համար մենք այսօրվանից արդեն ստեղծել ենք մեր նախաձեռնող խումբը։ Մեր նախաձեռնող խումբը ստեղծել է Facebook-ում եւ շարունակում նաեւ սոցիալական ցանցերում առաջիկայում։ Ստեղծել է աջակիցների հարթակ խումբը։ Մենք ստեղծելու ենք աջակիցների հարթակ մի այնպիսի միավորում, որտեղ հարյուրավոր, հազարավոր քիչ թե շատ հայտնի երևացող, հասկացող մարդիկ կընդգրկվեն, եւ մենք ասելու ենք հարգելու կուսակցականները, որոնք մտնում եք դաշինքի մեջ։ Խնդիրը այն չի, թե ով կլինի վարչապետի թեկնածու, ով կլինի պարլամենտի։ Խնդիրը ծրագիրն է, որ այդ դաշինքը պետք է իրականացնի։ Իսկ քանի որ համենայն դեպս կարևոր է նաև ով կլինի վարչապետը, ով կլինի պատգամավորների դեպս հնարավորություններ ունեցողները,
այդ հարցը փոխանակ իրար հետ վերջին մենք անենք այսպես կոչված նախընտրություն պրայմերիզմ անենք մենք մի հատ հարցնենք եւ աջակիցների հարթակը թողենք որոշի կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները նրա բանը կդառնա վարչապետ եւ որպեսզի որևիցե խնդիր չլինի կուսակցությունների այսպես մրցակցության ես մի քանի դաշինքների մասնակցել եմ ես գիտեմ թե ինչ վեճեր է լինում թե ով է լինելու առաջի դեմ թե ինչ վեճեր է լինելու ինչ հաջորդականությամբ է բանդգամավորների ցուցակը կազմվելու այդ բոլոր բարդություններից խուսափելու համար դա թող լուծի աջակիցների հարթակը իր քվեարկությամբ իսկ աջակիցների հարթակի մեջ բոլոր կուսակցությունները ինչքան մարդ ունեն թող ուղարկեն թող մասնակցեն թող քվեարկեն եւ մենք դրանից հետո գոնե կունենանք այս կուսակցությունը այսքան կողմնակիցունի այնքան մենք առաջարկում ենք որպեսզի նախընտրության որոշվի մեկ երկրորդն էլ մենք ասում ենք հարգելիներս երբ որ մենք ասում ենք բանա այսպես է բանա ախպեր ջան գնացել եք պարլամենտում հասել եք դարձել եք դեպուտատ գիտեք դուք էլ գիտեք բոլոր այս 100 կուսակցությունների ներկայացուցիչները անգիր գիտեն այն ինչ որ քիչ առաջ դուք ասացիք 21 թվի ընտրությունների մասին 21 թվի ընտրությունների մասնակցում էր 27 կուսակցություն դաշինք 27 կուսակցություն դաշինքներից ընդամենը 2-ը հաղթարեցին բարերը սահմանադրության պատճառով երրորդը որ մոտիկ էր բարերին դրան էլ թույլ տվեցին իսկ մնացած 24-ը ուղղակի փոշիացան նրա ձայները նվիրեցին Նիկոլին ուզում եք նույնը լինի հարգելի կուսակցականներ մեկը չեք կարա մեկը ձեր ուժերը ձեր փողերը ձեր հնարավորությունները այնքան քիչ են որ դուք բարերներ չեք հաղթարի բայց եթե միացել եք 10-15 կուսակցություն դուք ոչ միայն 10% եւ դուք կարող եք հաղթել իսկ հաղթելու համար եթե դուք ներկայացնեք ռեալ իրագործելի ծրագիր եւ պահանջեք նրանից օրինակ Նիկոլ Փաշինյանից պահանջեք հարգելի Նիկոլ Փաշինյան առաջին իսկ օրենքը որ ընդունում ես դա եվրոինտեգրման հայտ ներկայացնելն է թե ոչ հարգելի պարոն Փաշինյան քո կուսակցությունը հայտարարում է որ առաջի իսկ բանով հրավիրելու է համահայկական համագումար մանե Սփյուռքի 7-րդ համագումար էինք ասում ժամանակին 6-ը եղել է 7-ը չի եղել հարգելիս Նիկոլ Փաշինյան դու հասկանում ես թե ինչ բան է ազգային բանը դու հասկանում ես որ 21-րդ դարում համաշխարհայնացման գլոբալիզացիայի դարում ազգերը առանձնահատուկ կարևոր դերակատարում ունեն դրա համար բազմամշակութային միջավայրի առավելությունները քարոզող քաղաքակիրթ աշխարհը պահանջում է որ ազգային փոքրամասնությունները փոքր երկրները բաները ունենան նույն իրավունքներն ու ազատությունները իսկ դրան հակառակ ռուսկի միր ասածները Ուկրաինայում օրինակ կռիվ է ասում այնտեղ ռուսերեն են խոսում ես գնում եմ ռուսերեն խոսացողների գրավել երբ որ ես դպրոց պետք է գնայի մեր տանը վեճ էր գնում ռուսական դպրոց թե հայկական դպրոց հետո ինչ որ հայերը ռուսերեն խոսալ են սովորել որ են պետք է ռուսկի միրում լինեն կրակն ընկանք մենք այդ ռուսկից միրի ձեռը լավ էդի հլը թողնենք այդ առանցին արցա Շատ լավ պարոն Արշակյան պարոն Սարոյան մենք հիմա դուրս կգանք կարճատև գովազդային դադարի ինձ մոտ հարցեր առաջացել ես ձեր ելույթի հետ կապված ես կխնդրեմ գովազդից հետո մենք անդրադառնանք այդ հարցերին լավ գովազդ է եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում արդյունավետ բուժում նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր քննարկումը ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ։ Պարոն Սադոյան, ուրեմն ես երկու հարց առաջացավ ինձ մոտ ձեր ելույթի կապակցությամբ նախորդ հատվածում։ Առաջինը, այս ընտրական կանոններով, որտեղ ես նկատի ունեմ եւ ընտրական օրենսգիրքը եւ սահմանադրությունը, որտեղ պատասխանատվության բացակայություն կա, ներկայացած ծրագիրը չկատարելու համար, չկա հետկանչի մեխանիզմ, երբ որ քաղաքական ուժը չի կատարում իր վրա դրված իր իսկ կողմից հայտարարված ուրեմն այդ ծրագիրը չի կատարում, հնարավորություն չկա հետ կանչելու, այսինքն պիտի այնուամենայնիվ համբերել մինչև հաջորդ տարի։ Կարելի է արդյոք այս կանոնների մեջ հույս ունենալ, որ կարող են լինել արդար ընտրություններ։ Ոչ թե կարելի է, այլ միակ երկն է, եւ եթե քշերքի նժարին է դրված, լինել չլինելու հարցը, ընդ որում ոչ միայն երկրի ինքնիշխանության, այլ ողջ հայ ժողովրդի ասիմիլյացիայից ու ծածումից խուսափելու հարցը։ Այս խմբերս պետք է ամեն գնով, ինչքան էլ բարդ լինի, ինչ էլ լինի, այս ընտրություններում փորձել բեկում մտցնել։ Հնարավորությունը կա։ Ճիշտ է, բավական թերություններ կան։ Ճիշտ է, օրինակ, դեռ երսին որդևին, երբ որ ես դեպուտատ էի, մենք առաջարկեցինք սահմանադրական փոփոխություններ, որ նախընտրական ծրագիրը պետք է պարունակի տարեկան կտրվածներով սա, պետք է նախընտրական ծրագիրը լինի պարտադիր, որ հաղթող կուսակցության կառավարությունը այդ ծրագրով իր
5 տարվա բանը գործնեության ծրագիրը կազմի, այդ բանը չանցավ իհարկե հանրապետական կուսակցության ջանքերով այդ մի կողմ թողնենք, բայց երբ որ մենք հայտարարում ենք հիմա, հələ պատկերացրեք մենք նկատի ունենալով մեր սահմանադրության եւ ընդրական օրենքի մեր կուսակցությունների մասին օրենքի թերությունները, մենք նախորոք հայտարարում ենք, դաշինքը պետք է հայ պաշտոնապես քարոզչության ժամանակ ներկայացնի, որ ինքը առաջարկում է այսպիսի ծրագիր տարեկան կտրվածներով, եւ այդ ծրագիրը եթե չիրականացվի, իրանք առաջիկա 2 տարում հրաժարական են տալ։ Դաշինքը պահանջելու է նաեւ եվրոպականներից եւ սերժականներից եւ իհարկե առաջերտին Նիկոլ Փաշինյանից, որ ներկայացրեք, թե դուք ինչ եք անելու։ Հարգելիներս, այդ ձևի խաբել միամիտ ժողովրդին, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, դուք ինձ ընտրել եք, ես լեգիտիմ եմ։ Հարգելի Նիկոլ Փաշինյան, քու կուսակցության ԿՊ-ին, ընտրել եմ, որովհետև դուք ներկայացրել եք 21 թվի ընտրություններին նախընտրական ծրագիր, որը ոչ միայն հետագայում չեք արել, այլ եղել է լրիվ հակառակը։ Դուք լեգիտիմ չեք, որովհետև ձեր խոստումները խաբել եք ժողովրդին, ժողովրդի խաբածը ոնց կարող է լեգիտիմ իշխանություն լինել։ Այս պարզ գաղափարները մենք դնում ենք հիմքում եւ դա հաղթանակի հասնելու լուրջ գրավական կլինի։ Մենք առաջարկում ենք հետեւյալը. հարգելի կուսակցություններ, 100 կուսակցություններ։ Պատահական չի, որ հզոր երկրներում 1, 2, 3, 4 կուսակցություն, մեկը Չինաստանն է դելը մի կողմ թողնենք։ Այդ կուսակցությունները ունեն իրենց ստվերային կառավարությունները։ Այդ կուսակցությունները հատ մշակում են, կանխատեսում են, թե առաջիկայում ընտրությունից ընտրություն ընկած ժամանակ ինչ է լինելու, եւ այդ կանխատեսմամբ են գնում ընտրությունների, նրանք ունեն հնարավորություն, դուք հարգելի 1, 2 անց կուսակցություններ եւ փոքր կուսակցություններ, միայն միավորելով ջանքերը, եւ ոչ միայն կուսակցությունների միավորով, այլ միավորելով նրանով մեր ապագայով մտահոգ հասարակական կազմակերպությունների հեղինակավոր անձանց ջանքերը, համատեղ քանի դեռ մի 4-5 ամիս ժամանակ կա, մշակենք մեր նախընտրական ծրագիրը, դրանով գնանք, համատեղ ջանքերով գնանք, այս է միակ ելքը, եւ այդ ելքի համար մենք ստեղծել ենք, եւ ես կարդամ օգտվելով առիթից, մեր նախաձեռնող խմբի եւ աջակիցների հարթակի հայտարարությունը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ ելքի փրկության ռեալ հնարավորությունները, համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով դեպի քաղաքակիրթ աշխարհը կողմնորոշված նախընտրական հզոր դաշինք ստեղծելու համար մենք առաջարկում ենք, որ բոլոր հնարավոր ճանապարհներով պետք է աջակցել, որպեսզի այդ դաշինքը կազմվի։ Դրա համար մենք ստեղծել ենք աջակիցների մեր հարթակը։ Աջակիցների մեր հարթակը պայմանավորվել է, պարտավորվել է, որ ամեն ինչ անելու են, որ բոլոր դաշինքին մասնակցող կուսակցությունները կարողանան օգտվել զանգվածային լրատվամիջոցներից, կարողանան հնարավորությունները բանանել, կարողանան ներկայացնել իրենց առանձնահատկությունները, բաները, որովհետև ով պետք է լինի վարչապետ, ով պետք է լինի բանը, կուսակցությունները ինչ հաջորդականությամբ պետք է դասավորեն։ Դա պետք է որոշի հանրությունը իր նախանախընտրությամբ, իր պրայմերիզով։ Եվ այս նախբանի մեջ նախաձեռնող խումբը եւ նրա աջակիցների հարթակը, բաց դռների սկզբունքով ձևավորված աջակիցների հարթակը, անընդհատ ընդլայնվող կազմով աջակիցների հարթակը, իր վրա պարտավորություն ավերցնում, միջոցներ հայթայթել, որպեսզի դաշինքը կարողանա ունենալ անհրաժեշտ թվով նորմալ շտաբներ, կարողանա ընտրությունների լուրջ մասնակցություն ունենալ։
աջակիցների հարթակը ոչ թե առանցին մենակ դաշինքը, աջակիցների հարթակը պայմանները ստեղծելու նորմալ քարոզարշավ իրականացնելու համար եւ ամենակարևորը աջակիցների հարթակը իր կազմում հրավիրելով բոլոր դաշինքի մեջ մտնող կուսակցության ցանկացած թվով ներկայացուցիչների աջակիցների հարթակը օգնելու է որպեսզի ներկայացվի ռեալ իրագործելի արդյունավետ 5 տարվա համար տարեկան կտրվածներով իրագործելի ծրագիր եւ աջակիցների հարթակը դրա պատճառով հայտարարում որ ինքը պատրաստ է եթե 2 տարում իր ծրագիրը չկատարի հրաժարական տա հաղթելուց հետո եւ նոր արտահերթ ընտրություններ աջակիցների հարթակը մեր բոլոր ընտրողներից հիմակվանից արդեն քարոզարշավ ցավալելով պահանջելու է հարգելիներս բոլոր մասնակիցների մի հատ հարցեք դուք ինչ եք անելու դաշինքն ասում է ես սա կանեմ բայց դուք ինչ եք անել եւ եթե դուք ասելիք չունեք կամ խփեմ եք որը ակնհայտ երևում է ապա ձեզ ոնց ձայն տա ժողովուրդը որը իր ապագայի մասին է մտահոգված աջակիցների հարթակը պայմաններ պետք է ստեղծի աջակիցների հարթակը պետք է հնարավորությունները տա որովհետև մանր այդ կուսակցությունները ինում այդքան էլ մանր չէ հանրապետություն կուսակցություն կամ մյուսները կամ որոնք բավական ուժեղ են նորմալ է ոչինչ թող ավելի դժվար դեր գրավի բայց մենք պահանջելու ենք առաջի հերթին բոլոր այն կուսակցություններից որ նորինենք հայտարարում են, որոնք իրենք երբրվամետ կուսակցություն են, որոնք ժողովրդավարական են, որոնք ազգային, համազգային շահերով են ղեկավարվում, եթե դուք դավաճանել եք ձեր հնարավոր ժողովրդի ապագան, եթե դուք չեք մտնում դաշինքի մեջ, գնում եք դիտման, որ ձեր ձայները փոշյանան, կամ եթե 1-2 տեղ գրավեք պարլամենտում, դառնաք Նիկոլի Գերին, գնացեք այդ ճանապարհով, բայց մենք վարկաբեկելու ենք ձեզ, հայտարարելու ենք հարգելի ընտրողներ, այս մարդիկ կիսածախված են, սրանց հանգարց ձայն չտակ, դրանք խափում է, որ իրանք արեմտամետ են, որ իրանք այսպես են, որովհետև եթե այդպես միավորվեք, գնացեք ինչ է ձեզ կարևորը, թե ով պետք է լինի 1-2 հոգին ձեզ բանից, էլի մեկը, իմացեք մի բան, դաշինքով գնալուց ավելի շատ տեղեր կունենաք պարլամենտում, քան թե մենակ գնալուց։ Դաշինքը կհաղթի, եթե կազմակերպված դաշինք լինի։ Այս պարզ գաղափարը դնելու ենք հիմքով։ Հիմակվանից արդեն հատ գնալով բոլոր կուսակցությունների դռները իրենց ստիպելու են, պահանջելու են մտնել դաշինքի մեջ Եվ մենք հույս ունենք, որ այդ հզոր դաշինքը գոնե մի 10-15 կուսակցություններից կազմված կձևավորվի, եւ եթե քարոզարշավն էլ նորմալ տանենք, անպայման կհաղթի։ Շնորհակալություն եւ եւս մեկ հարց, վերջին հարցը, որովհետեւ մեր ժամանակը մոտենում է սպառման։ Դուք ասեցիք, որ այդքան կուսակցություններ կան, բայց ըստ էության իրենք գրեթե ասելիք չունեն, իրարից տարբերվող։ Դուք կարծում եք, որ իրոք նրանք ասելիք չունեն, թե նրանք պարզապես հնարավորություն չունեն իրենց պատկերացումները հանրությանը ներկայացնելու։ Ասեք մի բան, հլը պատկերացրեք հետևելը, մենք խոսում ենք մանր կուսակցությունների մասին, բայց հլը մի հատ նայեք հաղթող կուսակցություն, քրիսը կապան, Նիկոլի կուսակցություն, կամ նայեք Ռոբի այդպես դաշինքը Սերժի Եվանի, արդյոք նրանք մինչև հիմա այլոց թելադրանքով հոսանքին քշվող իշխանություններ չեն, արդյոք նրանք կանխատեսել են ինչ պետք է լինի աշխարհում, կանխատեսել են գոնե առաջիկա 1-2 տարում ինչ պետք է լինի եւ դրանով որոշել են ինչ անել, թե եթե Ալիևն ասում է այսպես, ապա սահմանադրությունը պետք է բանից անել, լավ բան չանեմ, եթե Ադրբեջանի այդպես ասած Մոլլան ասում է մի բան պետք է եկեղեցու դեմ արձակում ծավալել, հլը պատկերացրեք,
հոսանքից քշվողները արդյոք ունեն տարեկան կտրվածներով անելիքների ծրագիր։ Նրանք ոչ միայն չունեն եւ մեր ամենամեծ դժբախտությունը այս 30 տարիների մեջ, առաջերտին գոնե վերջի 10-15 տարվա մեջ, առաջերտին եղել է այն, որ մենք հոսանքով քշվող ենք եղել։ Հələ պատկերացրեք, 2013 թվին մենք գնալու ենք Եվրոպա, ամեն ինչ արդեն բաներ։ Մի օրում Սերժը փոխեց, որովհետև մենք անելիքների ծրագրով ղեկավարվող կուսակցություն չենք։ Մենք գաղափարական երկիր չունենք։ Մենք չունենք նորմալ երկիր եւ առաջի հերթին պետքա փրկել այս երկիրը, որովհետև վերջի վերջո հələ պատկերացեք ընտանիք, որտեղ ընտանիքի այսպես հայրը տերերը բաները ծնողները չգիտեն թե ինչ պետքա լինի։ Չեն էլ մտածում, թե իրենց երեխաները որտեղ պետք է սովորեն ինչ, պետք է տուն կառուցեն, թե չէ, մեբել պետք է առնեն, թե ոչ։ Հարգելիներս, եթե մարդը պետք է իր գործնեության մասին մտածի կանխատեսի ինչ պետք է անել, բայց երկիրը պետք է չմտածի, երկիրը պետք է չառաջարկի գոնե առաջիկա 1-2 տարվա համար անելիքների ծրագիր։ Եվ եթե չունի այդ երկիրը այդպիսի կուսակցություն, որը կարողանա գոնե պայմաններ ստեղծենք, որ համատեղ ջանքերով դա կարողանան։ Դաշիկ ստեղծենք, որովհետև հատ ես ես ասեմ, ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ոչ մի ռեալ բան չի ասելու տարեկան կտր, չի էլ կարասի։ Նա չի էլ կարասի գնում է դեպի Եվրոպա թե Շանխայ։ Նա ոնց կարող է որևիցե հստակ ծրագիր ասի, երբ որ սպասում է այլոց թելադրանքին։ Նա հոսանքով քշվող է։ Եվ ոնց կարող է որևիցե մի բանա մեկը լուրջ բան ասի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, թե Սամվել Կարապետյան։ Ոնց կարող է մի նորմալ բան ասի ինքը իր մասին, իր երկրի մասին մտածելուց, եթե սպասում է թե Կրեմլը ինչ պետք ասի։ Հարգելիներս, այլոց թելադրանքով ղեկավարվել այսքան տարի, բերել է նրա, որ մեր կուսակցությունները իրոք ռեալ հնարավորություն չունեն լինելու կուսակցություններ, իսկ կուսակցությունների քաղաքական գործիչների ամենամեծ արժեքը այն է, որ իրանք կանխատեսելով ապագան կարողանում են մշակել, թե առաջիկայում ինչ պետք է անել։ Գաղափարներ, ճանապարհներ են մշակում, անելիքների բանը դա է կուսակցությունների գործը։ Պատկերացեք ինչքան թույլ ուղեղ պետք է ունենան, մարդիկ, որ գալիս են իշխանության, փորձում են այսպես, գալիս է գալուս Սրբազանը, ասում է 30 օրից հետո ես վարչապետ եմ լինելու Նիկոլ Արաժը, եւ երբ որ ասում են, բա ինչ եք անելու, ասում եք ստեղծենք արհեստավարժների կառավարություն։ Եվ արհեստավարժների կառավարությունը կորոշի ինչ են։ Այսինքն հարգելիներս իշխանափոխողները չգիտեն ինչ են անելու, հույսը դրել են, որ կողքից եկած ոչ մի, իսկ արհեստավարժների կառավարությունը, որ կազմեք, արհեստավարժները, լավ ֆիզիկները, լավ բժիշկները, նրանք գիտեն ինչ բան է աշխարհ քաղաքականություն։ Քաղաքականության մեջ մասնակիցները պետք է ստեղծեն կառավարություն, ոչ թե ինչ-որ արհեստավարժ մասնագետներ։ Լավ, ես նորից ոգևորվեցի կներեք։ Շնորհակալություն, պարոն Սադոյան, մեր հաղորդման ժամանակը սպառվեց, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք։ Ես կուզենայի ավելացնել։ Համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, իրոք դիմում եմ ձեզ, իմ այս տարիքում ես ոչ միայն չեմ հավակնում, պատգամավորել չեմ կարող լինել տնից դժվարությամբ եմ դուրս գալիս եւ ոչ մի այսպես պաշտոնի բանի հավակնություն չունեմ։ Իրոք, սիրելի հայրենակիցներ, փրկության ճանապարհը կա, փրկության ճանապարհը մեկն է, դեպի Եվրոպա, դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի ժողովրդավարական արժեքներ, որովհետև ժողովրդավարական արժեքների շրջանակում է միայն հնարավոր ազգապահպանումը,
ազգապահպանման հնարավորությունները բարձրացնելով եւ մի բան էլ դիմում եմ ձեզ վերջում մի բան սիրելիներս հայրենիքասիրությունը չի միայն հայրենի սիրությունը հայրենիքը ընդամենը հայրենի տեղն է օրորանը իսկ հայրենասիրությունը հայրենի մերի հայի սիրությունն է ազգասիրությունն է եւ ամեն մեկը որ մի քիչ գոնե հայրենասեր է պետք է հասկանա ազգն է հիմա վտանգի տակ եւ այս ընտրություններով եթե մենք չկարողանանք ստեղծել արմատական փոփոխություն ազգովի ենք կործան մանդատապարտված փրկենք միասին եւ դրա հնարավորությունը կա անպայման գնացեք ընտրությունների անպայման եւ միայն ճիշտ ընտրություն կատարեք այսքանը շնորհակալություն Շնորհակալություն պարոն Սադոյան հիշեցնեմ որ մենք զրուցում ենք ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում